Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Այսօր դերասանուհի Անիտա Ավետիսյանի ծննդյան տարեդարձն է, որը նա նշում է իր կյանքի ամենաերջանիկ փուլերից մեկում։ Դերասանուհին վերջերս է ամուսնացել եւ արդեն իսկ կիսվում է իր նոր կյանքի ջերմ ու սիրառատ պահերով։ Նրա հրապարակումներից ակնհայտ է, որ Անիտան ապրում է առանձնահատուկ երջանկություն, լի սիրով եւ ուշադրությամբ։ Ծննդյան օրվա առիթով Անիտան ամուսնու հետ գտնվում է Ֆրանսիայում, որտեղից էլ հրապարակել է նոր լուսանկարներ եւ հոլովակներ։ Զույգի համատեղ կադրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել սոցիալական հարթակներում, արժանանալով բազմաթիվ շնորհավորանքների եւ դրական արձագանքների։ Սակայն օրվա ամենաքննարկվող պահը դարձել է դերասանուհու ստացած ծննդյան նվերը։ Ըստ հրապարակումների, ամուսինը նրան ավտոմեքենա է նվիրել։ Հրապարակմանը կից Անիտան նաև գրել է ջերմ ու հուզիչ գրառում, որտեղ ընդգծել է իր զգացմունքներն ու զգացողությունները։ Ես ինձ աշխարհի ամենաերջանիկ կինն եմ զգում, քանի որ կողքիս ունեմ լավագույն ամուսինը, ծնունդս շնորհավոր։ Այս տարի իմ առաջին ծննդյան օրն է, որն այնքան յուրահատուկ ու տարբեր է թվում, լի սիրով եւ հույզերով, նշել էր Անիտան։ Star News-ը շնորհավորում է դերասանուհուն եւ ձեզ առաջարկում դիտել այն տեսանյութերն ու լուսանկարները, որոնք նա հրապարակել է ժամեր առաջ։ Հավելենք, որ դերասանուհին հեռուստադիտողին հայտնի դարձավ մի շարք հեռուստասերիալներում նկարահանվելու ընթացքից։ Սարի աղջիկը հեռուստասերիալը տարիներ առաջ ամենադիտվածն էր հանրության կողմից։ Եվ հենց այդ շրջանում էլ Անիտան մասնակցել էր թերթ M-Life-ի հարցազրույցին, որի հետ զրույցում նա պատմել էր առաջին աշխատանքի եւ աշխատավարձի, ծնողների ֆինանսական աջակցության, հայրիկի գնած մեքենայի եւ հայտնիություն ձեռք բերելուց հետո չփոխվելու մասին։ Անիտայի խոսքով, մինչև Սարի աղջիկ հեռուստասերիալը կարողանում էր վաստակել իր սեփական գումարը, քանի որ արվեստի դպրոց ունի։ Դպրոցում երեխաները սովորում են նկարչություն, պար, երգ։ Իմ առաջին աշխատավարձը հենց իմ արվեստի դպրոցում եմ վաստակել։ 19 տարեկան էի, երբ ստացա 60,000 դրամ։ Հիմա նույնիսկ չեմ հիշում, թե ինչպես եմ ծախսել այդ գումարը։ Երբ ինքդ ես գումար վաստակում, կլինի դա 10 դրամ, թե 60,000, քեզ գնահատված ես զգում։ Մեծ ուրախություն է։ Սարի աղջիկ հեռուստասերիալում նկարահանվելուց հետո սկսեցի ավելի շատ գումար վաստակել, բայց այդ առումով ներքին փոփոխություններ չունեմ։ Ուղղակի հասունացել եմ աշխատանքային փորձի առումով, նշել էր դերասանուհին։ Երիտասարդ դերասանուհին ընդգծեց, որ դեռ փոքրուց ցանկացել է աշխատել։ 6 տարեկան էի, երբ գնում էի ծնողներիս աշխատավայր, փորձում ինչ-որ բան անել։ Աշխատանքը դեպի կայացում տանող ճանապարհ է։ Աշխատելով քեզ ինքնավստահ ես զգում, կարողանում ես ինչ-որ բան անել քույրիկիդ, դիմացինիդ կամ քեզ համար։ Ապացուցում ես ինքդ քեզ, որ ունակ ես անել տվյալ քայլը, իսկ երբ չես աշխատում, ձեռքերդ կապված են, ասաց նա ու հավելեց. աշխատավարձը ծախսում է գնումների վրա։ Կոնկրետ ինչ-որ բան նշել չեմ կարող, գնումներ եմ անում, բայց դրանք թանկ չեն լինում։ Թանկ գնումները ծնողներս են անում, կախված նրանից, թե ես երբ ցանկանում։ Ինչ ցանկանում եմ, ծնողներս նվիրում են։ Անիտան նկատեց, որ թեև ինքնուրույն է գումար վաստակում, բոլոր ծախսերն ինքնուրույն չի հոգում։ Ծնողներս շատ են օգնում։ Հայրիկս օգնում է տեսահոլովակներ նկարահանել, ամեն հարցում ֆինանսապես իմ կողքին է։ 19 տարեկանից մեքենա եմ վարում, որը հայրս է նվիրել։ Միշտ ցանկացել եմ մեքենա ունենալ։ Տեսնում էի, որ աղջիկները վարում են, ասում էի, ես էլ եմ ուզում։ Այնքան ասացի, մինչև հայրս նվիրեց, սկսեցի ես էլ վարել, ասաց նա ու նկատեց, որ նվերը անակնկալ չէր։
Մեքենայի մակնիշը ես չեմ ընտրել, հայրիկիս ընտրությունն է, սկզբնական շրջանում վարելիս վախ ունեի, հետո անցավ, վարելը ինքնավստահություն է տալիս, չնայած ծնողները շատ են օգնում, ցանկանում եմ այնքան գումար վաստակել, որ բոլոր ծախսերս ինքնուրույն հոգամ, ինձ առանց աշխատանք չեմ պատկերացնում, անկեղծացել էր Անիտան։ Դերասանուհին շեշտեց, որ հայտնիությունն իր կյանքում առանձնակի փոփոխություններ չի բերել։ Երբ նոր էի նկարահանվում, մարդկանց կողմից նման լավ արձագանքի չէի սպասում։ Զարմանալի էր, որ առաջին կերպարս այդքան սիրվեց։ Շատ մարդիկ մտածում են, որ եթե նկարահանվում ես, երգում ես, պետք է քիթդ բարձր պահես, բայց կարծում եմ, համոզվել են, որ իմ դեպքում այդպես չէ։ Աստղային հիվանդությամբ չեմ տառապում։ Նույնն է, ընդհակառակը։ Հիմա մարդկանց հետ ավելի ջերմ եմ շփվում։ Նկարահանվելու սկզբնական շրջանում միայն մի փոփոխություն կար։ Մտածում էի առանց շպարի դուրս չգամ, որովհետև մարդիկ կճանաչեն ինձ։ Հիմա այլ կերպ եմ մտածում, որքան հասարակ տեսնեն, այնքան էլ կսիրեն։ Անձնական կյանքում էլ մի փոքր փոփոխություն կա, երկրպագուները շատացել են, ինչը չեմ կարծում առանձնահատուկ բան է, յուրաքանչյուր աղջկա մոտ էլ այդպես է, եզրափակեց Անիտան, իսկ մենք հավելենք, որ դեռ շաբաթներ առաջ դերասանուհին մեկնեց Միացյալ Նահանգներ, որտեղ էլ սիրելին անակնկալ ամուսնության առաջարկություն արեց և հենց այսօր էլ կայացավ նրանց հարսանիքը, իսկ մենք առաջարկում ենք դիտել նաև անակնկալ ամուսնության առաջարկությունից բացառիկ ու ջերմ կադրեր։